Բարույր երեկո, սիրելի հայրենակիցներ, կներեք ես ուշ ժամին ձեզ անհանգստացնելու համար, բայց ես այսօր վերջնական 3 չառաջորվա եւ 3-վա իմ ուղիղ եթերի իմ ազատ խոսքի այնպես, ինչպես որ ես եմ մտածում, սիրտս է ինձ թելադրում, օրվա հրամայականն է ինձ ստիպում, որ ես որպես ակտիվիստ քաղաքացի բարձրաձայն այս հարթակը ուղիղ կապը ժողովրդի հետ շփվելու միջոց օգտագործեմ, որպեսզի ես այնինչ ես եմ ցանկանում իմ բառապաշարով իմ ոճի մեջ ես արտահայտվեմ, վերջի անգամ ես կսահմանափակ եմ 3-վա եւ 3 չառաջորվա Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համար։ Ես այսօր նորից նկատում եմ, որ մեր շատ սիրելի պատգամավորներից, քաղաքական պայմանագրի կուսակցության անդամներից, որոշ պաշտոնյա անձինք գրառումներ են անում, խոսակցություններ են ընդունում, բայց գիտեք, ժողովուրդ ջան, ժողովրդավար պետությունը այնպես չի, որ բոլոր ընտրությունների ժամանակ բոլոր տեղերում իշխող կուսակցության թեկնածուն պետք է հաղթանակ տանի։ Այո, համաձայն եմ, այո, ճիշտ եք ասում, այն ձև չի, որ բոլոր ընտրությունների ժամանակ իշխող թիմը պետք է հաղթանակ տանի, բայց նաև չպետք է հաղթանակ տանի այն ուժը, ով ժողովրդի կողմից 2018 թվականին մերժվել է։ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հեղափոխություն։ Աշխարհում որտեղ տեղի է ունենում հեղափոխություն, մերժված ուժերը կամ ցմադատվում են, կամ ինքնասպան են ունում, կամ երկիրն են լքում, կամ կախաղան են անում, չգիտեմ, անհետանում են, հասարակության աչքի դեմից անհետանում են։ Բայց Հայաստանի Հանրապետությունում այսօր ժողովրդի կողմից մերժված հանցագործ մաֆիան, դուք եք ասել, չէ՞, հարգելի իշխանություն, դուք եք ասել, ես եմ ձեզ հետ ասել, ձեզանից էլ շատ եմ ասել, այն որ ասում ենք խուժան, խուլիգան, հանցագործ, այո, մարդասպան, թալանչի, այո, բայց սիրելի իշխանություն, որ դուք այսօր գրառումներ եք անում, որ ժողովրդավարությունն է, այն ձև չի, որ իշխող կուսակցությունը ամենտեղ հաղթի, այո, թող իշխող կուսակցությունը ամենտեղ չհաղթի, հաղթի չեզոք ուժ, բայց ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մերժված բանտան, այո, թող իշխող կուսակցությանը հաղթի չեզոք ուժ, չեզոք թեկնածու, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի թեկնածուները։ Մենք դրանից ենք ներվայնանում, մենք դրանից ենք վիրավորվում, որովհետև մենք դողում ենք մեր սեփական ընտրության վրա, որովհետև մենք դողում ենք հեղափոխության վրա, մենք դողում ենք, ես չգիտեմ դուք ինչ եք կորցրել, ինչ եք գտել, ես եւ իմ նման հազարավոր, հարյուրազարավոր քաղաքացիներ, ովքեր տասնյակ տարիներով վախի մթնոլորտի սպառնալիքների տակ ապրել են, բոլոր իրավունքներից զրկված, խոսքի իրավունքից զրկված, բարձրաձայն արտահայտվելու իրավունքից զրկված, ընտրության իրավունքից զրկված, շնչելու իրավունքից զրկված, օդի իրավունքից զրկված, բոլոր իրավունքներից զրկված, պատեզների դեմը սամասու լինելով, այս մարդիկ տասնյակ տարիներով ապրել են, թալանվել են, ովքեր որ այս մարդիկ կորցրել են իրենց սեփականությունը, իրենց հարստությունը, հայ մարդը կորցրել է իր հարստությունը, հայ մարդը իր տան մեջ կրանի ջուրը բացում է, բայց դա իր ջուրը չէ, իր սեփականը չէ, հայ մարդը սեփական տան մեջ իր սեփական կրանի ջուրը բացում է, բայց այդ ջուրը իր սեփականությունը չէ, որովհետև 2018 թվականին մերժված Ղարաբաղյան խուլիգան մաֆիայի թեթև ձեռքով գույք պարքի դիմաց կոպեկներով տվեցվել է երրորդ ուժի, երրորդ պետության
հայ մարդու սեփականությունը լույսը իր քթի տակից գնումը հասնում կրեմր ինչ որ մի հատ այնտեղ գինա ֆիքսվում հետա վերադառնում նոր իրեն լսեք ինչ եմ ասում մենք լիքը բան ենք կորցրել ձեռք բերելով հեղափոխություն ես չգիտեմ ձեզանից վարչապետի 4 կողմը ծվարված պաշտոնյաներ պատգամավորներ քաղաքական պայմանագիր կուսակցության անդամներ ինչ են կորցրել ինչ են գտել ինչ կամֆորտ կյանքի մեջ են տեղավորվել հիմա էլ իրականությունից կտրվել ոմանք է մեզ վերևից են նայում մեր խոսքի վրա հեգնանքով են վերաբերվում լսեք ինչ եմ ասում ձեզ այսօրվա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական հաջողությունների համար մեղավոր եք դուք բոլորդ քաղաքական պայմանագիր կուսակցության բոլոր անդամները քաղաքական պայմանագիր կուսակցության բոլոր պատգամավորները քաղաքական պայմանագիր կուսակցության բոլոր ակտիվիստները սկսած ինձնից քաղաքական պայմանագիր կուսակցության բոլոր քաղաքապետները մարզպետները ավականիները ծայրից ծար մեղավոր ենք մենք բոլորս ու եւ մենք պետք է այս ինքնավստահության ժանելից դուրս գանք ինքներս մեզ հարց տանք ինչ ենք արել այնպես որ չպետք է անեինք ինչու է ժողովուրդ այսքան հեռացել մեզնից ինչու է ընտրությունների ժամանակ մերժված խուլիգան բանտան թեկուս կոալիցիա կազմելով հաղթում իշխող ուժին ինչու է մի այլ տեղ ժողովրդի կողմից մերժված բանտան ջախջախից հաղթանակ տանում իշխող թիմին ինչու հարց տվեք ձեզ ինչու ես անհանգստանում եմ դրանից եթե հաղթեր ինչ որ մի հատ եվրոդաշինք եթե հաղթեր ժողովրդական ինչ որ մի հատ կուսակցություն ես երդվում եմ բոլոր սրբություններով ես չէի նեղվի ես չէի վիրավորվի բայց որ ինձ այսօր հաղթում է իմ կողմից մերժվածը ասենք ես 2018 թվականին բան եմ վերցրել հիմա այնումից որ վերցրել եմ եկել ինձանից ստանում է իմ թուլության պատճառով եկել ինձանից ստանում է իմ անգործության պատճառով եկել ինձանից ստանում է այո սկսած դատավորներից դատական իրավական համակարգից վերջացած քաղաքական պայմանագիր կուսակցության ամենայն մերձավոր հերավոր անդամից մենք բոլորս եւ ակտիվիստներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մենք բոլորս մեղավոր ենք որ այսօր Ռոբեկի եւ ով չգիտի Վարդանիկ ով է ով չգիտի Մարտունը ով է ով չգիտի այն կլոնը ով է բոլորս էլ գիտենք չէ ովքեր են ինչ մի այս ժողովրդին ինչ եք սրտահովության գրառումներ գրում ես իմ ինչ էր անում այս ինչ ձև է արա ինչի արա եկեք պրիզնատ եկեք որ մենք մեզ ճիշտ չենք պահում որ մենք ճիշտ չենք աշխատում լիքը չկա Հայաստանի Հանրապետությունում այնպես մի մերձավոր գյուղ մի մարզ որտեղ ճիշտ պահեն իրաց ճիշտ աշխատեն սկսած չգիտեմ կրթության օջախներից սկսած այդ առողջապահությունից այդ ձև պետական ինստիտուտ չկա որտեղ մարդկանց չներվայնացնեն որտեղ սխալ չաշխատեն ես անձապես որ ինձ երեք մարդիկ են զանգել ասում են Մանվել ջան բասենս պտիլներ էլի Կարմիր դիպլոմով աղջիկը ում երկու եղբայրները 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվել են ճուղտակ երկու եղբայրները 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվել են ու այդ զոհված տղաների հայրը մայրը ընտանիքի անդամները ոչ մի անգամ փողոցում չեն կայնել դավաճան չեն գոռացել ես չեն արել ինչ են արել ասում այդ աղջիկը երկու եղբայրների քրոջ զոհված երկայն հրեշտակ դարձած երկու եղբայրների ասում քուրը գերազանցի կավարտված որ պետքա մանկապարտեզի տնօրենը նշանակել ասում այդ աղջկան չնշանակեցին ասում ես իմ քաղաքական պայմանագիր կուսակցության ասում անդամների միջնորդության ինչ որ մեկին են նշանակել սաղորը վարչապետին անիծում երեխեքին վարչապետի ընդդեմ վարչապետի քարոզ արել ինձ ձայնագրություն են ուղարկել այդ ձայնագրությունը քաղաքապետից հետ լսել են որ պատմության դասատուն 44 օր 44 րոպե պատմության ժամը երեխեքին հական նիկոլական քարոզ էր անում էլ Նիկոլը Վաճանա, էլ թուրքա, իրա ցիտում եմ իր բառապաշարով, էլ այս երկիրը հանձնում են, այս երկիրը թուրքերին են տալի 44 րոպե պատմության, որ պետք է երեխաներին պատմություն էր սովորացրել, ինքը իր դասաժամը, ինքը իր դիրքը, իր պաշտոնը
Չարաշահելա այդ 44 րոպեն 8-րդ դասարանի երեխաներին հականնիկոլական քարոզ արել, ձայնագրություններ ուղարկել են, գիտեք ինչ ա եղել, այն ով որ աշակերտը ձայնագրել ա, այդ աշակերտին նկատողություն են տվել, իսկ ուսուցչին մինչև հիմա աշխատում ա, դե հիմա չնեղվենք, հիմա չէ, բա ուսուցիչը ինչ իրավունք ունի պատմության ժամին, 44 րոպե հականնիկոլական քարոզանի, էլ թուրք անվանելով, էլ պատմության առարկա է էդի, պատմության առարկա է, փաստորեն են աշակերտը ով ձայնագրել է դասատուի, պատմության դասատուի լկտի պահվածքը, անօրինական պահվածքը, այդ աշակերտի նկատողություն են տալի հեռացնում են, բայց այդ դասատու միջև հիմա շարունակում է հականնիկոլական քարոզ անելը, պատմության ժամին, դասի ժամին, հա, ու այդ ձև լիքը բաներ, սիրելի քաղաքական պայմանագի կուսակցության անդամներ, պատգամավորներ, ծայրից ծայր, բոլորիդ է վերաբերվում։ Եթե այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մերժված բան տան Ռոբիկի եւ Սերժիկի գլխավորությամբ ընտրություններում հաջողություններ են գրանցում թեկուս կոալիցիա կազմելով, մեղքը մեր մեջ է։ Մեղքը մեր մեջ է, ժողովրդի ցավը տանեմ, ժողովրդին որևէ մեկս բարոյական իրավունք չունենք մեղադրելու։ Միակ գերազանց ինստիտուտը դա ժողովուրդն է, դա ժողովրդի ինստիտուտն է եղել, որ ինքը իր վրա դրված պարտականությունները սրբորեն կատարել է։ Միան ժողովուրդն է լրջորեն վերաբերվել հեղափոխությանը իր բոլոր արժեքներով։ Միան ժողովուրդն է հեղափոխության շահը վերդասել բոլոր շահերից։ Իսկ մնացածը պաշտոնյաներ կլինեն, մարզպետներ կլինեն, քաղաքապետներ կլինեն, ավականներ կլինեն, հավատացած եղեք ժողովրդի նման չեք արել, որովհետև ձեզնից շատերը ձեր ազնական շահը վեր եք դասել հեղափոխության շահից, ձեր ազնականը վեր եք դասել հեղափոխության ազնականից։ Մենք գիտեք ինչ, այո, մենք դողում ենք մեր ընտրության համար, մենք դողում ենք մեր ձեռքբերման համար, մենք ցավ ենք ապրում, որ մեր կողմից մերժված բանտան այսօր քաղաքական հաջողություններ ա գրանցում թեկուս կոալիցիա կազմելով, ցավ ենք ապրում, եթե ուրիշ ուժ, չեզոք, երրորդ, չորրորդ ուժ հաջողություն կգրանցեր, մենք ուղղակի կոգևորվեինք։ Անկախ ամեն ինչից ժողովրդի որոշման դեմը խաղ չկա, որովհետև սա ժողովրդի որոշմանն է։ Ես հարգում եմ ժողովրդի, ես չեմ անիծում Քոչոյին, Սերժին, ընտրածներին, ոչ, որևէ բարոյական իրավունք չունեմ, ոչ էլ պիտակավորում եմ, որովհետև ժողովրդից Էնյանը չկա, ժողովրդի որոշումից էնյան որոշում չկա։ Եվ մենք պարտավոր ենք ժողովրդի որոշման հետ հաշվի նստել եւ ամենաբարձր մակարդակի հարգանքով, առանց որևէ պիտակավորելու, հարգանքով վերաբերվենք ժողովրդի որոշման հետ։ Ու մեր այսօրվա վիճակի համար, այսօրվա արդյունքների համար մեղքը պրոբլեմը մեր մեջ է։ Որևէ մեկին հարցեր չուղեք։ Չհամարձակվեք, որևէ մեկը չհամարձակվի, մեղքը կապի ասի ժողովուրդը փող վեկալավ գնաց ընտրեց, ժողովուրդը սրա խաթր գնաց ընտրեց, այնքան խաթր ունենայիք ձեր խաթրը գնային ընտրեին, եթե խաթրին ա, այնքան խաթր ունենայիք ձեր խաթրը գնային ընտրեին, ձեր խաթրը ձեզ ընտրեին, ուրեմն մենք մեզ ճիշտ չենք պահում, ուրեմն մենք ճիշտ չենք գործում, ուրեմն մենք շատերս վարվում ենք այնպես, ինչպես անում ենք այն բաները, ինչից ժողովուրդը ներվայնանում է։ Իշխանություն, չգիտեք ձեր ընտրած ժողովուրդը ինչից է ներվայնանում, ինչից է նեղվում։ Հասարակ են պակասուխա նայվածքից, քայլվածքից ձեր ընտրած ժողովուրդը ջղայնանում է, որովհետև ձեզ ընտրած ժողովուրդը ֆիքստուր բաներ չի սիրում, գոռոզ պահեր չի սիրում, գոռոզություններ բան չի սիրում, էթիկնավստահությունը вообще է ատում։ Մենք չենք մեզ ճիշտ պահել, մենք չենք մեր տեղում եղել, սկսած դատական համակարգից վերջացրած քաղաքական ակտիվիստ Մանվել Սարացյանով, մենք մեր տեղում չենք եղել, հալալա նրանց, ովքեր հաջողություններ են գրանցում, ուրեմն դուք մեզնից լավն եք, ուրեմն ձեզ ավելի շատ են սիրում, քանց մեզ, ուրեմն այսօրվա դրությամբ ձեզ ավելի շատ են վստահում, քանց մեզ, ուրեմն դուք ավելի շատ եք աշխատել, քանց մենք։ Այնց որ մեղքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի
սեփական կուսակցության մեջ է, պրոբլեմը խնդիրը սա իր կուսակցության մեջ է։ Եթե մի հատ հարց կա, որ պետք է բարձրաձայն եւ տվեցվի, անձամբ ժողովուրդը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է տա իր սեփական թիմին, քաղաքական պայմանագրին, ուրիշ ոչ մեկին։ Դատավորներով, բանով, սաղին, այ դրանց պետք է հարցեր ուղղվի։ Ու ժողովուրդը ինչ որ մտածում է, ժողովուրդը ճիշտ է մտածում։ Ժողովուրդը ճիշտ է խոսում, ժողովրդի խոսակցությունները ճիշտ է։ Ժողովուրդը ասում է չհասկացանք, ես 8 տարի է Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանն ինչի չեն պատժված։ Ինչի չեն ամեն մեկ իր տեղը գտել։ Վարդանիկը, այդ սա որ ասում ենք Վարդանիկը բանդիտա, Վարդանիկը խուլիգան է, էս այն այո ասում ենք, բայց խուլիգաները ինչի են թփրտում։ Այս երկրում խուլիգաններին չեն թփրտում։ Այդ որը շնորհավորում եք պատգամավորներ ասում եք ժողովրդավարական ընտրությունում, փաստորեն ժողովրդավար պետությունում խուլիգանները հաջողություններ են գրանցում, հա։ Դուք եք ասում, արա ես էլ եմ ձեզ հետ ասում, Վարդանիկը խուլիգանա, մարտասպանա, հանցագործակ, կրիմինալա, էսա, այնա, այո, ասում ենք, ճիշտ ենք ասում։ Բայց ժողովրդավար պետությունում կրիմինալը, հանցագործը, խուլիգանը իխիա հաջողություններ գրանցում։ Այդ հարցը ձեզ չի տանջում։ Դուք Եվրոպայից Եվրոպա եք, այս պաստորեն հայ մարդը ժողովրդավար է, հա, այսօր մենք ժողովրդավար ենք, մենք եվրոպական ենք ապրում, հա։ Ինչ մի բրենդային շաբլոն բան է գցե բերաներդ ու ասենք բոլոր ձեր անհաջողությունները, ձեր անգործությունները տանում եք կապում եք ժողովրդավարությանը, ասում եք ժողովրդավարություն, հա։ Հասկացա ժողովրդավարությունը, բայց ես այդպես հարց եմ տալիս, արա, բա որ ժողովրդավարություն է, ժողովրդավար պետությունում, հանցագործ խուլիգան մարդասպաները, խեն քաղաքական կյանքում հաջողություններ գրանցում, հա։ Թե ձեր ժողովրդավարությունը մի այլ կարգ է, թե դուք ձեզ համար ժողովրդավարություն եք ընտրել, որոշել, ստեղծել։ Գիտեք ինչ, ցավը նրանում է, մենք իրոք մենք որևէ շարժ չունենք, մենք ձեր նման պաշտոններ չենք զբաղեցնում ամիսը միլիոն դրամ, 800,000 դրամ աշխատավարձ չենք ստանում, լա կողից կշտիցել ինչքան ենք քերում։ Արանդ հակառակը մենք մեր եղածը ներ ենք դրել, մեր եղածը ծախսել ենք, եկել ենք զրո մակարդակի վրա, ու արա մեր սիրտը ցավում է, մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ փող ենք ուզում, մենք ձեզնից միան ու միամի բան ենք ուզում, աշխատանք, հարգանք, այնպես արեք, որ 2018 թվականի ձեր բերված արժեքները ժողովրդի սեփականությունը չգողանան ժողովրդից չգողանան, արա հետ ենք ուզում, կարը մեկ արեք, չեք կարում, արա հելեք ռադներդ քաշեք, թող մարդիկ գան, կարող է իրանք կարողանան անեն։ Արա ձեզ անձամբ ես ձեզնից էդ եմ ուզում, նախ դուք ինքները ձեր մեջ հարգեք իրար, թիմի մեջ 10 մասի մի բաժանվեք, ամեն մեկ 2 հոգի գցեք հետևներդ ու ձեզ ուժ ներկայացնեք, նախ առաջինը իմ խնդրանքը ձեզ, նախ սեփական ձեր թիմի մեջ դուք ինքները ձեզ հարգեք, երկրորդը հնարավոր եւ անհնարին ամեն ինչ արեք, բարձր մակարդակով հարգանքը պահելով ժողովրդի հետ, ձեր անձնականը վեր մի դասեք հեղափոխության անձնականից, ամեն առաջնահերթը վեր դասեք, ձեր բոլոր անձնական շահերից վեր դասեք հեղափոխության անձնականը, հեղափոխության շահերը, պահեք, սրբորեն փայփայեք ժողովրդի 2018 թվականի ժողովրդի ձեր բերած իշխանությունը, այնպես մի արեք, որ ժողովրդի կողմից մերժված բան տան, ժողովրդից գողանա, ոչ թե գողանա, օրենքով, լեգիտիմ իրավունքներով, ժողովրդից վերցնի ժողովրդի իշխանությունը, մի արեք, խնդրում ենք ձեզ, արա էլ ոնց ձեզ ասենք, ձեզնից շատերը իրենց տեղում չեն, ձեզնից շատերը մատնված են անգործությամբ, ձեզնից շատերը զբաղված են քմծիծաղով, պոռնիկ ժպիտներով են լցված, ձեզնից շատերը իրենց սեփական անձնական շահը վեր են դասում բոլոր շահերից, եւ պետության շահից, եւ քաղաքացու շահից, եւ հեղափոխության շահից, արա խնդրում ենք ձեզ, մեր սեփական իշխանությունը, այս ժողովուրդը մեղքա, տասնյակ տարիներով ծեծ ուտելով բոլոր իրավունքներից զրկված, արևանգության տակ վախելով, դողալով ապրելա,
Արա մի արեք են ձև, քաղաքական պայմանագիր կուսակցության անդամներ, պաշտոնյաներ, պատգամավորներ, բոլորը, ես դատավոր, իրավապահ, մենք դատավոր չենք ընտրել, ես դատախազ չեմ ընտրել, ես դատավոր չեմ ընտրել, ես թիմ եմ ընտրել, ես վարչապետ Նիկոլ Փաշինյանն եմ ընտրել, ու ես իրանցից պետք է իմ անհանգստությունը ես պետք է իրանց ասեմ, ու ես ձեզ եմ ասում, պահեք է զեղացը, ես չգիտեմ դուք ձեր սեփական թիմի մեջ ոնց եք իրար հույս տալի, որ ամեն ինչ օքեյ է, արա ասում եք Գյումրիում 51 պլյուս հավաքելու ենք, Փարաքարում այսքան, մեկ էլ ասում եք 26 թվին, նախարարներ կան, ասում եք 26 թվին, մենք անհամբեր սպասում ենք 2026 թվի ընտրությանը, արա ես մակարդակով այսօրվա օրը, եթե վաղը լինի 26 թիվը, արա էլի մենք պրոբլեմ ենք ունենալու, Են այսօր լավ չի լինելու, ինչ եք մեզ խոսում, արա այդ մեզ խոսալու տեղ արա ամեն մեկը գտեք ձեզ, արա 8 տարի անցել, ես իմ ինչ տարիներ չի անցել, արա ես ինչ մի իրականությունից կտրվել եք կտրվել, արա ես ինչ մի հոտառություններդ կորցրել եք, արա ես ինչ եք սենց ոգևորվել, արա ինչի տեղ եք դրել ձեզ, մենք ձեզ կպատժենք բոլորից առավել, արա Դուք եք պատասխան տալու ժողովրդի, միան ժողովրդի ընտրության վարկանիշի պատասխանատուները դուք եք, քաղաքական պայմանագիր, դուք բոլորդ, դուք եք, իմ ընտրության վարկանիշի հեղինակության միակ պատասխանատուն դուք եք, ծայրից ծար դուք եք, բոլորովդ, ես որևէ մեկին ոչ առանձնացնում եմ, ոչ բան, դուք եք, դուք բոլորովդ, ու դուք բոլորովդ, ժողովրդին լիքը ասելիք ունեք, ժողովրդը ձեզ հարցեր ունի, ու դուք պետք է ժողովրդի հարցերին պատասխանեք, բոլա հերիք արա, հելնը մենք խոսում ենք, պիտակավորում եք, այ հելելա պիտակավորում, ընդիմանում մեզ, քլնգում մեզ, այսա դավաճան, այսա, արա չխոսանք սեփականը զընտրությունը աչքից դեմ է հեղինակազրկվում, արա սեփականը զընտրությունը աչքից դեմ է հեղինակազրկվում, արա ես ու ոմազ նման սրիկա շան որդի չեմ, որ լռեմ, Արա ես ու ոմազ նման շան որդի չեմ ու ասեմ, արա դե քպին եմ կպնում, վարչապետի կողի մարդկանց եմ կպնում, բերեմ չխոսամ, բերեմ լռեմ, արա սեփական ընտրությունից էնյան արժեք կարա քաղաքականության մեջ։ Առաջնել ես շարժում եմ սեփական ընտրության տրամադրության հետ։ Բարձր հրամանանքով են վերաբերվում ձեր բոլորի տրամադրություններին, թքած ունենամ ձեր տրամադրությունների վրա, սեփական ընտրության տրամադրությունը, հեղինակությունը բարձր է, իմ տրամադրությունն էլ է բարձր, եթե ես տեսնում եմ աչքիս դեմը մեր բոլորի սխալ պահվածքի պատճառով, լկտի պահվածքի պատճառով, եթե ես տեսնում եմ սեփական ընտրությունը աչքիս դեմը հեղինակազրկվում է, արա ես ցավ եմ ապրում, ես դողում եմ, այ բեսեր, մենք չենք կարա չխոսանք Բացի խոսալը պայքարը նոր ասկսվում, բռնվեք, մեկը այս ժողովրդի ձեռբերումը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այս պետությունում իշխանություն չեն լինելու մեր սեփական կյանքի գրով, արա պետք կլինի տերարիստներ կդառնանք, արա ասում եմ մեր սեփական կյանքի գնով 2000 Ղարաբաղյան խուլիգան մաֆիան Ռոբիկի և Սերժիկի գլխավորությամբ այս երկրում իշխանափոխություն չի լինելու, իրանք իշխանություն չեն լինելու, այո երկիրը ամբողջությամբ կկորցնենք, առավել լավ այ երկիրը ամբողջությամբ կորցնենք, սրա նրանցրու կդառնանք, արա տերոր կանենք, արա քաղաքական մակարդակով եմ ասում, բայց դրանք այս պետությունում իշխանություն չեն լինելու։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ է։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի հայ մարդ, նրանք ովքեր դողում են, ցավ են ապրում իրենց սեփական ձեռբերման համար, նրանք ովքեր իրոք դողում են իրենց ընտրության համար, հեղափոխության համար, ես խնդրում եմ, արհամարած բոլորին Ձեր սիրտը ձեզ ինչ հուշում է բարձրաձայն ձեր միջոցներով արտահայտվեք, ուղի եթերի տեսքով, կոմենտի տեսքով, գրառման տեսքով, ձեր հարևանի տունը, ձեր խաղահրապարակներում, ձեր շենքերում, ամեն ուր բարձրաձայն արտահայտվեք, չկա ձեր սեփական ընտրությունից էնյան բան,
գթած խնամի ծանոթ բարեկամ մեսյանենան բոլորի վրա մեզնից մեզ միան ու միան հետաքրում է մեր սեփական ընտրության հեղինակությունը ով ազդեցություն ունեցավ մեր ընտրության հեղինակության վրա մեզ հետ դուրս խնդիր ունի մեզ ասելով ժողովրդի հետ խնդիր ունի կարժանանա ժողովրդի ամենայն խիստ գնահատականին բարձր անհամարակոն վերաբերվեք մենք այստեղ բան չենք պաշտոնյաների գովքը չենք անում այո պաշտոնյաները դրանք պաշտոնյաները նրա համար են որ օր ու գիշեր ծառայեն ժողովրդին պաշտոնյաները նրա համար են որ ժողովրդի ձեռքբերումը բարձր մակարդակի վրա պահեն պաշտոնյաները նրա համար են պաշտոնյաները դրանք ժողովրդի ծառաներն են պաշտոնյաները օր ու գիշեր հնարավոր եւ անհնար ամեն ինչ պետք է անեն սկսած իրենց տարական պահվածքով այն նայվածքով հասարակ քայլվածքով արա բոլորիդ քայլվածքը փոխվել է բոլորիդ նայվածքը փոխվել է բոլորիդ այդ պախոտքեն փոխվել է միակ մարդը ոչ նայվածքա փոխվել ոչ քայլվածքա փոխվել ոչ ժողովրդի շփման ձևա փոխվել դա Նիկոլ Փաշինյանն է Նիկոլ Փաշինյանի մոտ մի բան որ փոխվել է մազերն է ճերմակել սպիտակ մազերն է շատացել իսկ մնացածի 90%-ի մեջ ամեն ինչ է փոխվել սկսած նայվածքից փոխվել է արա դուք չեք հասկանում արա որ ձեր ընտրած ժողովուրդը այդ ձև բաները չի սիրում արա ներվայնանում է այդ ձև բաներից արա խեք արա դուք 8 տարի հնարավոր արա դուք ինձ եք նեղացրել արա դուք ինձ եք նեղացրել արա դուք լիքը մարդ եք նեղացրել արա դուք լիքը մարդ եք նեղացրել ու դուք պատասխան եք տալու այո մենք դողում ենք մեր ընտրության համար մենք կիսա գյուղավարի կիսա գրագետ արտահայտվում ենք այդ ձեր գրագետ ջանին մեռնեմ դուք ձեր գրագետ ձևով հասկացեք այս սրիկաններ դուք եք մեղավոր այս արդյունքների համար դուք եք մեղավոր դուք միան դուք ժողովրդին չմեղադրեք որևէ մեկը նաև որոշ ակտիվ կա այդ ակտիվիմն եմ ասում ես ձեզ ֆիքսել եմ ձենները կտրեք արա կամ էլ եթե տենց անկապ գրառումներ եք գնում որ սրան ընտրողը էս այնա այդ մերժվածների բաներն եք անում արա այդ քոչոյ ռոբոյի աջակիցներն էլ ակտիվն էլ ասում են նիկոլականները թուրք են հիմա դուք խեք արա գնում ասում ով սրան ընտրել է նրան ընտրել է մեկը թուրք է մեկը հանցագործ է մեկը գող է խեք գնում այդ ձև գրառումներ անում արա մենք ներվայնանում ենք չէ որ մեզ այդ ձև բան են ասում արա եթե անում եք վարչապետի նկարը հանեք ձեր ֆեյսբուքյան գլավնի էջերից հելեք ռադներդ քաշեք արա ինչ ուզում եք կարեք արա խեք արա այդ մարդու նկարը դրեք ձեր ֆեյսբուքյան էջերում գրում անասուն գրառումներ եք գրում արա մարդկանց պիտակավորում արա վարչապետը դա ընդունում արա Արա վարչապետը դա ընդունում է, հեղափոխությունը դա ընդունում արա որ գնում եք ասում եք սրանով ընտրեցն էսա այնա արա որ մեզ ասում են որ ասում են ով վարչապետը ընտրե նա էսա նա այնա մեր դուրը գալիս է մենք քննադատում ենք չէ մենք դատապարտում ենք չէ այո բա որ այո ինչ եք դուք գնում ուրիշ նույն բանը ուրիշների վրա անում ինչ եք դուք նույն բանը ուրիշների վրա անում ու ինքն է վարչապետի նկարը ձեր ֆեյսբուքյան էջում ուրեմն ես ձեզ տալիս եմ մեկ ուղի եթեր ավարտում ա ես տալիս եմ 1 ժամ ժամանակ կամ հանում եք վարչապետի նկարը ձեր ֆեյսբուքյան էջից նոր գնում եք դեր լակոտ գրառումներ եք անում անասունի նման կամ էլ ես որ մեկի նկատեցի որ անասուն այնինչ այն գրառումը այն խոսույթը որը ուղղակի հեղափոխությունը իր բոլոր օրենքներով արգելում է եթե ես նկատեցի նման գրառումներ ես ձեր հետևից գալու եմ ձեր աշկերի մեջ նայելու եմ ձեզնից ստանալու եմ երդվում եմ ամբողջ խստություն արդեն բոլա հերիքա չափն ու սահմանները տանցել եք Եթե ես նկատեցի մի գրառում, մի պահվածք, մի նայվածք, մի անկանոն շարժում, որը հեղափոխությունը ուղղակի արգելում է, ու ինքը վարչապետը ներկայացնում, ես ձեր հետևից գալու եմ, նայելու եմ ձեր աշկերի մեջ ու ձեզնից ստանալու եմ։ Շան որդիլն եմ, եթե չստանամ։ Եթե ասածից հետև դուք ինչ ճանաչողները գիտեն, Ես նորից է, նրանք ովքեր իմ խոսքերս դրել են կասկածի տակ, շատ մարդիկ կան ու միջև հիմա զղջում են, որ դրել են կասկածի տակ։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ անելու։ Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Ես ձեզ մի բան եմ խնդրում։ Ժողովուրդ, մեզնից անձամբ ինձ համար ամենաթանկը սեփականը ընտրության հեղինակությունն է։
նոր պատգամավոր, նոր նախարար, նոր մարզպետ, նոր հալալ եղբայրս, Ժորժ ջան, խնդրում եմ ձեզ, եթե տեսնում եք, թաժե մի հատ տարական բան եմ ասում, մի հատ նայվածք, մի հատ անկանոն նայվածք, որը ուղղակի հեղինակազրկում է, կամ խոսակցության առիթ է տալիս ձեր սեփական ընտրությանը, եւ ձեր սեփական ընտրության վարկանիշը գցում է, խնդրում եմ բարձրաձայն արտահայտվեք, կոմենտի տեսքով, գրառման տեսքով, ու եթե ոնց կարողանում եք վարչապետի էջերը մտեք, լողոզեք, ասեք, գրեք, հավատացած, բոլորիդ գրածները ուշադրության կետրում է, բոլորն է նայում են, այսօր չնայեն, վաղն են նայելու, ողողեք, ամբողջ համանցածը ողողեք այն խոսքերով, որը ձեր սիրտն է թելադրում ձեզ, մեր համար ամենաթանկ բանը քաղաքականության մեջ մեր սեփական ընտրության հեղինակությունն է, մնացածը մեզ համար, մնացածին բարձր արհամարանքով ենք վերաբերվում, դե հիմա ինչքան ենք իր հետ մոտիկ, ինչքան ենք իր հետ շփվել, ով ում ծանոթն է, ով ում բարեկամն է, ով ում աղբոր տղեն է, ով ում հոգրի տղեն է, ով ում սիրածն է, ով ում խնամին է, ով ում բաժանարն է, ով ում կնոջ ամուսնու ընկերն է, մեզ համար դա երկրորդական է, մեզ համար դա երկրորդական է, ու պաշտոնյաներին է գոմ արա ձեր ցավը տանեմ, այդ պաշտոնյաներ նրանց եմ ասում, ովքեր իրոք դողում են իրանց ընտրության հեղինակության համար, այդ մարդկանց եմ ասում, այդ պաշտոնյաներին գով քանելու փոխարեն, ձեր սեփական ընտրության գովքն արեք, մի արեք անձերին, իրանք ուղղակի պարտավոր են ծառայեն ժողովրդին հեղափոխությանը, ժողովրդին եւ հեղափոխությանը, իր բոլոր արժեքներով եւ օրենքներով, իրանք դրա համար վճարվում են, իրանք դրա համար աշխատավարձ են ստանում, մենք հարկեր ենք վճարում, որպեսզի իրենք ծառայեն հեղափոխությանը, իրեն բոլոր արժեքներով ու աշխատավարձ են ստանում, ինչ գով քանել, արա այս գովքը քանդես մեր տունը, այս գովքներ, այս լռություններ, հիմա Քոչարյան Սերժը հանրապետականներից ինչով ենք տարբերվում, հանրապետականներն էլ ինչ տենում էին լռում են, չէին բարձրաձայնում, ասում են ինչի մար բարձրաձայնենք, մերոնք են, Ժորժ ջան, ինչ չեք բարձրաձայնում, արա եթե մենք արդար ենք, անկեղծ ենք, ազնիվ ենք, արա եթե մենք դողում ենք մեր սեփական ընտրության վրա, արա հալալ եղբայրս ծնի, արա եթե հեղինակազրկում ընտրությունս, արա ինչի չպետք է բարձրաձայնենք, Արա մենք անկեղծ ենք, թե մենք fake ենք, Ժորժ ջան, մեզնից շատերը fake են, դրա համար ունենք այս արդյունքը ինչ ունենք, մեղքը մեր մեջ է, սկսած ակտիվիզմ վերջացած բոլորով, մեղքը, խնդիրը, պրոբլեմը մեր մեջ է, մեր մեջ, մեր թույնի մեջ է, մեր թույնի մեջ է, մեր թարախության մեջ է, մեր վախկոտության մեջ է, մեր շահամոլության մեջ է, Բարիք շեծես, Աստված մեզ հետ, ամեն ինչ լավ